Ելենա Արշակյանի «Հարսնաձորի լեգենդը» շարունակում է մնալ այն սերիալներից մեկը, որտեղ յուրաքանչյուր դրվագից հետո հարցերն ավելի շատ են դառնում, քան պատասխանները, նկարահանումներն ակտիվ փուլում են և սյուժեն մտել է մի շրջան, որտեղ հին գաղտնիքներն ու նոր դավադրությունները միախառնվել են, ստեղծելով իսկական հոգեբանական դրամա։ Սերիալի առանցքը շարունակում է մնալ երկու ընտանիքների թշնամությունը, որը տարիներ առաջ արյունով է կնքվել։ Բայց որքան առաջ են գնում իրադարձություններն, այնքան պարզ է դառնում, որ իրական պատմությունը շատ ավելի բարդ է, քան թվում էր սկզբում։ Աշոտի սպանությունը, Հայկի հորը անհետացումը, Քաջիկի նամակը, Լալայի վերադարձը, այս ամենը կարծես նույն շղթայի օղակներ լինեն, բայց այդ շղթան դեռ ամբողջությամբ չի բացվել։ Հայկի կերպարը հիմա գտնվում է ամենածանր հոգեբանական փուլում։ Նա կորցրել է վստահությունը, կորցրել ընկերոջը, Վարոյին և կարծես ամեն քայլափոխի դավաճանության է բախվում։ Նրա սերը Նարեի նկատմամբ դեռ կա, բայց այդ սիրուն խանգարում են ճշմարտությունները, կիսաճշմարտությունները և կեղծիքները։ Հայկը սկսում է հասկանալ, որ իր կյանքում ոչինչ այն չէ, ինչ թվում էր։ Նրա համար ամենամեծ հարվածը դեռ առջևում է ամբողջ ճշմարտությունն իմանալու պահը։ Նարեն սերիալի ամենաողբերգական կերպարներից մեկն է, նա սիրում է, բայց չի կարող լինել սիրված մարդու կողքին։ Նա գիտի ճշմարտություններ, որոնք կարող են կործանել Հայկին, բայց լռում է, կարծելով, որ այդ լռությամբ պաշտպանում է նրան։ Նրա յուրաքանչյուր քայլը պայմանավորված է վախով ոչ թե իր, այլ Հայկի կյանքի համար։ Նարեն ընտրում է զոհաբերությունը և հենց դա է նրան դարձնում հեռուստադիտողի աչքում ամենահուզիչ կերպարը։ Արմոն այս պահին սերիալի ամենավտանգավոր խաղացողն է, նա գործում է ստվերում, փոխում է նամակներ, մանիպուլացնում մարդկանց, խառնում է փաստերը և սերմանում կասկածներ։ Նրա նպատակն ակնհայտ է՝ քանդել բոլոր կապերը, որոնք կարող են միավորել հակառակ կողմերին։ Արմոն ոչ միայն վրեժխնդիր է, այլ նաև սառնասիրտ հաշվարկող։ Նա գիտի մարդկանց թույլ տեղերը և հարվածում է հենց այնտեղ։ Սաքոյի կերպարը ևս փոխվել է, եթե սկզբում նա կարծես պարզապես ուժեղ ու կոպիտ մարդ էր, հիմա բացահայտվում է նրա իրական խորությունը։ Նրա ներսում կա վախ, կա անցյալից փախչելու փորձ, բայց կա նաև դաժանություն։ Նա գիտի, որ իր արածները մի օր վերադառնալու են, և հենց այդ վախն է նրան դարձնում ավելի անկանխատեսելի։ Սոնայի գիծը ևս կարևոր է, նա հայտնվել է երկու կրակի միջև՝ ընտանիքի և սիրո։ Սոնան հասկանում է, որ իրեն կարող են օգտագործել որպես գործիք։ Նրա որոշումներն առաջիկայում կարող են մեծ ազդեցություն ունենալ ամբողջ պատմության վրա։ Եթե նա խոսի կամ բացահայտի ինչ-որ բան, հավասարակշռությունը կարող է ամբողջությամբ փոխվել։ Լալայի վերադարձը սերիալում շրջադարձային էր։ Նա կարծես պահում է ամենակարևոր գաղտնիքը, բայց դեռ չի բացում ամբողջ ճշմարտությունը։ Հարցն այն է՝ լռում է վախից, թե ունի իր հաշվարկները։ Նրա յուրաքանչյուր հանդիպում լարված է, յուրաքանչյուր խոսք կշռադատված։ Հարսնաձորի լեգենդը հիմա հասել է այն կետին, որտեղ սերը և ատելությունը հավասար ուժ ունեն։ Ամեն կերպար ունի իր ճշմարտությունը, իր ցավը, իր մեղքը, և ամեն դրվագով պարզ է դառնում, որ վերջնական բացահայտումը լինելու է ոչ միայն փաստերի, այլ նաև հարաբերությունների փլուզում։ Հեռուստադիտողներն անհամբերությամբ սպասում են այն պահին, երբ բոլոր գաղտնիքները դուրս կգան ջրի երես, բայց թվում է մինչև այդ սերիալը դեռ շատ լարված, անսպասելի և հուզիչ զարգացումներ ունի մեզ համար։ Հարսնաձորի լեգենդը շարունակում է ապացուցել, որ սա պարզապես սիրո պատմություն չէ, այլ ամբողջ դրամատիկ աշխարհ, որտեղ յուրաքանչյուր որոշում կարող է ճակատագրական լինել։ Եվ ինչպես պարզ է դառնում, Սաքոն չի հրաժարվել Սոնային ճնշելու իր մտքից։ Երբ Սոնան որոշում է տնից դուրս գալ, բնականաբար Սաքոն արդեն ցույց է տալիս իր իսկական դեմքն ու նրան ստիպում, որ նա կտանի այնտեղ, որտեղ նա ուզում է։ Բայց կարծեք թե Սոնան իր պլաններն ունի, նա ցանկանում է հանդիպել Լալայի հետ։ Նա շատ բան ունի խոսելու ու բացատրելու Լալային։ Նա խոսքեր ունի, որ Հայկին է ասելու։ Շատ հետաքրքիր բացահայտումներ են ապագայում սպասվելու, ինչպես կվարվի Սոնան այն գաղտնիքի հետ, որը նա արդեն գիտի։ Բայց մինչ այդ Սոնային սպասվում է իրական դաժան օրեր։ Մի կողմից Անիկը, մյուս կողմից Սաքոն նրան ճնշելու են ու օր ու արև չեն տալու։ Նարեն էլ կանգնած է ճակատագրական ընտրության առաջ։ Արդյոք նրան կհաջողվի դուրս գալ այս իրավիճակից, թե ոչ։
Նա անընդհատ հիշում է Հայկի այն խոսքերը, որ նա ասել է Արփիին, բայց բնականաբար դա վերաբերվում էր իրեն։ Ինչպես կվարվի Հայկն այն ամենից հետո, երբ պարզի, որ նա ցանկացել է ամուսնանալ կամ սիրել է մի աղջկա, ում հայրը սպանել է իր հորը, ում հոր պատճառով նա գլուխը կախ է ապրել։ Բնականաբար Նարէն հասկանում է, որ իրենց սերն այնուամենայնիվ ապագա չուներ, բայց տանջվում է սիրուց։ Նա ընտրում է զոհաբերությունն ու ապրում այդ զոհաբերության հետ։ Արդյոք հարսանիքը տեղի կունենա, արդյոք կպարզվեն շատ հետաքրքիր մանրամասներ, կիմանաք շուտով։ Բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի չկորցնեք առաջինը տեղեկացված լինելու ձեր հնարավորությունը։ Գրեք տեսանյութի մեկնաբանություններ բաժնում, ինչ եք կարծում, ինչ պլաներ ունի Սաքոն Սոնայի հետ կապված, ինչ է անելու նրա հետ, որպեսզի ցավ պատճառի Հայկին ու Աբոյին։ Արդյոք այդ ամենից հետո Վռամը դուրս կգա հոր դեմ ու այլևս չի ների նրան։ Շատ հարցեր շուտով ստանալու են իրենց պատասխանները։